Կառավարության ապրիլի 30-ի նիստին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը 1 միլիարդ 682 միլիոն դրամով համաֆինանսավորելու նախագիծը, որով նախատեսվում է համաֆինանսավորել 17 համայնքի ընդհանուր 27 սուբվենցիոն ծրագիր։ Այս որոշման ընդունմամբ արդեն 2025 թվականի պետական բյուջեից ընդհանուր համայնքներին ֆինանսավորվում է 4 միլիարդ 75 միլիոն դրամ 2025 թվականի ընթացքում, ասաց նախարարը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավանդույթի համաձայն հատ-հատ թվարկեց այն ծրագրերը, որոնք նախատեսվում է համաֆինանսավորել։ Դրանք եւ ավարտված եւ ընթացքի մեջ եղող ծրագրեր են։ Ըստ այդմ կկառուցվի Արաքս համայնքի Արաքս եւ Մեծամոր բնակավայրերը սնուցող 17 կիլոմետր երկարությամբ գազատարը, որը նախատեսված է 580 տնտեսության համար։ Եթե Հայաստանի ազգային ժողովն ընդունի համապատասխան օրենսդրական փոփոխությունները, ապա հանրապետությունում կհայտնվի սպառողների շահերի պաշտպանության կենտրոնական մարմին։ Այս մասին մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2024 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ հայտնել է տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Գեգամ Գևորգյանը։ Նա նաև տեղեկացրել է, որ եթե նման իրադարձություններ զարգանան, ապա 2025 թվականին իր ղեկավարած հանձնաժողովի անունը կարող է փոխվել եւ դառնալ մրցակցության եւ սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողով։ Հատկանշական է նաև, որ 2024 թվականին հանձնաժողովը 3 միլիարդ դրամից ավելի տուգանք է սահմանել, որն աննախադեպ մեծ թիվ է, ավելացրել է Գևորգյանը։ Լիդիան Արմենիան Հայաստանի Հանրապետության կառավարությունից $150 միլիոն բյուջետային երաշխիք ստացավ։ Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում նշվեց, որ Լիդիան Արմենիա ՓԲ-ին Հայաստանի Հանրապետությունում գործող բանկային համակարգից մինչև 5 տարի մարման ժամկետով եւ մինչև 9% անվանական տոկոսադրույքով վարկային միջոցներ ներգրավելու նպատակով տրամադրվում է ընդհանուր մինչև $150 միլիոն գումարի չափով բյուջետային երաշխիք, կնքելով համապատասխան պայմանագիր։ $150 միլիոն գումարը որպես ինդիկացիոն վարկ կներգրավի Արջին բանկ ՓԲ-ից, Ագբա բանկ ԲԲ-ից, ID բանկ ՓԲ-ից, Ինեկո բանկ ՓԲ-ից եւ Էվոկա բանկ ՓԲ-ից։ Նշվում է, որ պետության կողմից ֆինանսական երաշխիքի տրամադրումը կնպաստի ընկերության գործունեության բնականոն ընթացքին ամուլ սարի հանքի շահագործման մեկնարկը ապահովելու համար։